Տոնական միջոցառումների ևս մի կոմպոնենտ է լինելու Սուրբ Ծննդյան տոնավաճառի անցկացումը, տեղակայված կլինի Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում և գործելու է դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը։ Ավելի քան 40 տոնական զարդարման տաղավար տնակներում կազմակերպվելու է ամանորյա առևտուր տարատեսակ տնտեսվարողների կողմից և քաղաքացիներին, երևանցիներին, հյուրերին առաջարկվելու է հուշանվերներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, սնունդ և այլն։ Այս տոնավաճառին մասնակցելու են նաև սոցիալական տարբեր նախաձեռնություններ, բարեգործական հիմնադրամներ, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը, որը մեզ համար ոչ պակաս կարևոր է։ Միջոցառումների վերջին հատվածը նվիրված է լինելու համերգային ծրագրին, որտեղ որ ճանաչված և միգուցե նաև ոչ այնքան արտիստներ, կատարողներ, խմբեր իրենց մասնակցությամբ տոնական համերգային ծրագիր է կազմակերպվելու։ Մենք ունենալու ենք մեկնարկը կտրվի դեկտեմբերի 9-ին և վերջին համերգը լինելու է 2023 թվականի հունվարի 6-ին, ունենալու ենք ընդհանուր առմամբ 7 համերգ, ճիշտ եմ հիշում, չէ, պարոն Սարգսյան, դա գալա համերգը ներառյալ 7 համերգ, որոնք որ տեղի են ունենալու 2750-ամյակին նվիրված պուրակում և ունենալու ենք մեծ գալա համերգ դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ին Հանրապետության հրապարակում, որտեղ որ նաև մենք բոլորս, պարոն Գրիգորյան, մասնակից ենք, չէ, լինելու, և վստահ եմ, որ այս համերգների շարքը նույնպես տպավորիչ է լինելու իր ծավալով, իր բովանդակությամբ և հուսով եմ, որ մեր երևանցիները և մեր հյուրերը նույնպես կհավանեն այն, ինչ տեղի է ունենալու և այս տոնական միջոցառումների ծրագրով մենք նաև ընդգծում ենք Երևանի հատուկ դերը ապահովելու ամանորյա տոնական վարակիչ մթնոլորտը ողջ երկրում, որովհետև կարծում եմ մենք բավարար չափով այդ մթնոլորտի, այսինքն մենք այդ մթնոլորտը շատ արդեն երկար ժամանակ է չենք ունեցել և Երևան քաղաքը փորձում է վերականգնել այդ տրամադրությունը։